Բարև ձեզ հեռուստադիտող բարեկամներ, Կենտրոն հեռուստաընկերության եթերում շարունակվում է սպորտային նարդի հեռուստանախագիծը։ Վիվարո բուկմեկերական ընկերության Վիվարո նարդի մրցաշարի մասնակիցները շարունակում են պայքարել գլխավոր մրցանակի համար։ Այժմ երկրորդ ենթախմբի մասնակիցներին եմ հրավիրում խաղասեղանի մոտ։ Դիմավորեք Արթուր Մուրադյան, միջազգային կարգի սպորտի վարպետ, աշխարհի կրկնակի գավաթակիր, Հայաստանի կրկնակի չեմպիոն քաղաք Երևան։ Նրա մրցակիցն է շախմատի միջազգային կարգի մրցավար, սպորտային նարդու Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր Աշոտ Վարդապետյանը, քաղաք Երևան։ Խաղը սկսված է։ Բարի երեկո հարգելի հեռուստադիտող, հարգելի հանդիսատես, այսօր Կենտրոն հեռուստատեսային եթերում սպորտային նարդի Վիվարո ընկերության գավաթի հերթական առաջնությունն է։ Միմյանց հանդիպում են այսօր Արթուր Մուրադյանը եւ Աշոտ Վարդապետյանը։ Իսկ ինձ տվյալ պահին օգնում է Հայաստանի նարդու ազգային ֆեդերացիայի փոխնախագահ Մկրտիչ Հովհաննիսյանը։ Խնդրեմ, պարոն Հովհաննիսյան։ Ես չմոռանամ զգուշացնելու, որ ես օգնելու եմ մեր Հայաստանի նարդու ազգային ֆեդերացիայի նախագահ պարոն Մելիքյանին, որը այսօր վարելու է այս հետաքրքիր խաղը։ Մենք կաշխատենք միասին վերլուծել, ձեզ ծանոթացնել խաղի կանոններին միաժամանակ եւ այն հնարավորությունները, որ տալիս է զառերի գծված դիրքերը։ Պարոն Մելիքյան, դուք շարունակեք ձեր Ուրեմն ես ներկայացնեմ այսօրվա մեր խաղացողներին, ուրեմն Արթուր Մուրադյան, որը խաղում է սև խաղաքարերով, ճիշտ է հեռուստադիտողի համար տվյալ պահին երևում է կարմիր, բայց մեզ մոտ ընդունված է սև եւ սպիտակ խաղաքարերի տարբերակներով հաղորդում անցկացնել։ Սև խաղաքարերով խաղում է Արթուր Մուրադյանը։ Արթուր Մուրադյանը իդեմս մեր Հայաստանի Հանրապետության նարդու ասպարեզում իր մեծ լուման ունի ներդրած սպորտային նարդու բնակավարում։ Արթուր Մուրադյանը աշխարհի կրկնակի գավաթակիր է թիմային հաշվարկով 1998 թվականին, որը տեղի ունեցել Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, եւ 2009 թվականին Ֆրանսիայի Կանն քաղաքում։ Հիշեցնեմ, որ նաև Արթուր Մուրադյանը միջազգային կարգի սպորտի վարպետ է, երկար տարիներ ղեկավարել է Հայաստանի Հանրապետության նարդու ազգային ֆեդերացիայի նախագահությունը, եղել է նախագահ։ Արթուր Մուրադյանը նաև Մոնտե Կարլոյում 2009 թվականին սենյորների մրցաշարում 49 տարեկանից բարձր եղել է չեմպիոն է հռչակվել։ Իսկ տվյալպահին ես մեր հեռուստադիտողին հիշեցնեմ, որ շատ հետաքրքիր դավ է առաջարկվել, այո, Արթուր Մուրադյանի կողմից եւ այստեղ բնական է պարոն Վարդապետյանը չգնաց ռիսկի գործոնի, պարոն Հովհաննիսյան եւ հանձնելով 1 միավոր հաշիվը դառնալով 1-0։ Այդ դիրքում իհարկե Վարդապետյանը չէ շարունակի, քանի որ արդեն դիրքը բարձ երևում է, որ առավելություն ունի Արթուր Մուրադյանը, դրա համար նա չշարունակեց, ճիշտ էլ վարվեց։ Նա մեծ փորձ ունի նարդու ասպարեզում, ուրեմն Արթուր Մուրադյանի հաջողությունները ես մեր հեռուստադիտողին ուզում եմ հիշեցնել եւ շարունակելի միտքը, պարոն Հովհաննիսյան, 2000 թվականին նարդին, ինչպես բոլորիս հայտնի է, մենք բազմիցս հաղորդումների ժամանակ մենք հաղորդել ենք, որ աշխարհի գրեթե բոլոր մայրցավանքներում 60-ից ավելի պետություններում, պարոն Հովհաննիսյան, անցկացվում է սպորտային նարդու առաջնություններ։ 1976 թվականից առաջին անգամ անցկացվել է Ամերիկայի Լաս Վեգաս քաղաքում, իսկ 1995 թվականից տեղափոխվել Եվրոպա եւ 95 թվականից անցկացվել Եվրոպայում։ Ես մի լրացուցիչ բան ասեմ, պարոն Մելիքյան, որ երբ որ կազմակերպեց աշխարհի ֆեդերացիան եւ սկսեցին նարդին անցկացնել Եվրոպայում, այդ տարիներին Մոնտե Կարլոյում, ուրեմն որտեղ որ հիմա անցկացվում է 50 տարի ժամանակով ամեն տարի։ Այո, պայմանագիր է կնքվել Մոնտե Կարլոյի հետ 50 տարով։ Բոլոր ծախսերը իրենք վերցրել իրենց վրա եւ պայմանագիր ունեն, որ 50 տարի պետք է աշխարհի առաջնությունը անցկացվի Մոնտե Կարլոյում, մինչեւ 26 թիվը։
Այսօր Տվյալ պահին ես ներողություն եմ խնդրում, պարոն Հովհաննիսյան, շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել Սևերի մոտ, տեսնենք ինչ տարբերակ կընտրի Մուրադյանը։ ուրեմն մինչև այդ դիրքային փոփոխությունը ես ավելացնեմ պարոն Մելիքյան, որ Արտուր Մուրադյանը մեծամարդ ունի եւ Հայաստանի նարդու հիմնադրման ֆեդերացիայի հիմնադրման գործում եղել է առաջնորդներից մեկը եւ մինչև այսօր նա համարվում է մեր հանրապետության եւ լավագույն խաղացողներից մեկը եւ լավ կազմակերպիչներից մեկը։ Այո, համամիտ եմ։ Ես ուզում եմ տվյալ պահին հիշեցնել, որ Արտուր Մուրադյանը եւ Աշոտ Վարդապետյանը խաղում են B ենթախմբում, որտեղ հանդես են գալիս Հարություն Անդրանիկ Հարությունյանը, Արտուր Մուրադյան, Աշոտ Վարդապետյանը եւ Կարապետ Այվազյանը։ Կարապետ Այվազյանը Էջմիածին քաղաքից, իսկ 3 մասնակիցները, պարոն Հովհաննիսյան, մենք բոլորին լավ ճանաչում ենք, լավ գիտենք, բոլորն էլ մեր սիրված հանրապետությունում նարդի խաղացողներից են եւ իրենք նարդու ասպարեզում ունեն մեծ հաջողություններ։ Տվյալ պահին պարոն Վարդապետյանի մոտ այո, փոխվեց շատ հետաքրքիր դիրք, այո, չգնաց Մուրադյանը ռիսկի գործոնը եւ զգուշությամբ հանձնելով մեկ միավոր հաշիվը հավասարացնելով 1-1։ Խաղադրույքի կրկնապատկումից հրաժարվել, փաս անել։ Հրաժարվել ընդունել մրցակցի կողմից առաջարկված կրկնապատկումը եւ հանձնել խաղը։ Այդ դեպքում պարտության արժեքը կորոշվի միավորների այն թվով, որը նշված կլինի Դավիի վրա, մինչև կրկնապատկման առաջարկը։ Այստեղ շատ մեծ նշանակություն ունի թայլայի տևողությունը, քանի որ ինձ են խաղում դե շատ համարձակություն ցույց չեն տալիս այդ դժվար դիրքերում շարունակելու։ Ուրեմն մեր հերոստատիտողը Աշոտ Վարդապետյանին ես միտքը շարունակեմ B ենթախմբում պարոն Հովհաննիսյան 4 մասնակիցներ, որոնցից 2-ը իրենց մրցապայքարը ավարտել են Անդրանիկ Հարությունյանը հաղթելով Կարապետ Այվազյանին, տվյալ պահին այո ունի 2 միավոր, 1 միավոր ներողություն B ենթախմբում մտանում է երկրորդ զույգերի խաղաղությունը, այո։ Տեսնենք տվյալ պահին ինչ տարբերակ կընտրի Մուրադյանը 5-3, այստեղ կա 2 տարբերակ, 13-րդ կետից կարող է գնալ 5-րդ այո, որը դες ճիշտ տարբերակ, այո։ Ճիշտ խաղ ընտրեց նա։ Իսկ Վարդապետյանը 2-1 հաջող նետում կատարեց եւ կարելի ասել մրցակցի 4-րդ կետում խարիսկ նետելով տվյալ պահին հանգիստ կարող է շարունակել խաղը։ Ես չմոռանամ զգուշացնելու, որ երկուսն էլ մեծ փորձված սնավիստներ են եւ Վարդապետյանը եւ Մուրադյանը նրանք ինձ թվում է, որ նրանց ուղղելը մի քիչ շատ դժվար կլինի մեզ համար, բայց փորձենք որոշ ենթադրություններ, այո, մեր կարծիքները հայտնենք իհարկե։ Այո։ Ես նաև հիշեցնեմ միտքը շարունակելով պարոն Հովհաննիսյան, Արտուր Մուրադյանը ուրեմն մինչև 2000 թվականը աշխարհում անցկացվել է նարդու օլիմպիադա է տեղի ունեցել Վենետիկ քաղաքում, բայց 2000 թվականից դա չի համարվել, ասենք, օլիմպիադա, բայց Արտուր Մուրադյանը 2000 թվականին Իտալիայի Վենետիկ քաղաքում ճանաչվել է չեմպիոն, Արտուր Մուրադյանը Հայաստանի կրկնակի չեմպիոն է, տվյալ պահին Հայաստանում մենք ունենք 2 կրկնակի չեմպիոն, որոնցից մեկը Արտուր Մուրադյանն է, այո։ Այսքանը մեր հերոստատիտողին, այո, շատ հետաքրքիր դիրք է ստացել սպիտակները պարոն Վարդապետյանը, տեսնենք առաջարկելով Դավիթ, տեսնենք ինչ ընթացք ունենա։ Այստեղ պետք է մտածել մի քիչ հաշվարկ կատարել, որպեսզի հնարավորություն կա։ Այո, նորից հանգիստ, այո։ Հանգիստ, որտեղ կարճ է թայլայի տևողությունը, համարձակություն ցույց է տալիս Արտուր Մուրադյանը։ Այո, հետաքրքիր դրվագներ հանդիսատեսի համար շատ ուշադիր եւ լարված տվյալ պահին առաջնություն կարելի ասել։ Ինձ թվում է պարոն Հովհաննիսյան այս օրերի ընթացքում մեր հանդիսատեսը եւ մեր հերոստատիտողը ես համոզված եմ, որ մեծ բավականություն են ստանում եւ նարդու սիրահարները, ովքեր սիրում են նարդի խաղալ,
եւ տանը դիտելով, ասենք, երեկոյան ժամերին հաղորդումը շատ հետաքրքիր ժամերի ընթանում, մեր հեռուստադիտողը համոզված է, որ մեծ բավականություն կստանա, քանի որ նարդին համարվում է, մենք ինչ որ միտեղ համարում ենք մեր ազգային խաղը, ինչպես շախմատը, այո, բոլոր բնակարաններում, բոլոր տեղերում ես համոզված եմ, որ մեր բակերում, մեր տներում եւ բոլոր տեղերում խաղում են նարդի, որ ընդունված սպորտային, ասենք, խաղաձև է, շատ սիրելի, շատ հարգված եւ այսօր առաջի երկրորդ անգամ մեզ հնարավորություն է ընձեռնվել, որպեսզի հեռուստադիտողին, այո, հայ ժողովրդին մենք ցույց տանք սպորտային նարդին, որը կիրառվում է աշխարհի առաջնությունների ժամանակ Եվրոպայի եւ մի շարք միջազգային առաջնություններում։ Սա այն խաղն է, որը տեղի ունենում աշխարհի առաջնությունների ժամանակ բոլոր օրենքները հաշվի առնելով։ Պարոն Մելիքյան, իհարկե շատ գեղեցիկ խաղ է սա, տեսեք նորից լավտրության մեջ նորից առաջարկություն եղավ կրկնապատկվել։ Բայց այստեղ այո, Արտուրը կգնա Մուրադյանը։ Որտեղ ունի հնարավորություն դրամա շարունակեց։ Այս խաղը այնքան գեղեցիկ է, որ նույնիսկ մեր փողոցում տնային բնակարաններում խաղացված նարդումից տարբերությունը թվում է թե քիչ է, փոքր է տարբերությունը, բայց երբ որ խորանում ես այս խաղի մեջ, տեսնում ես, որ շատ մեծ տարբերություն կա։ Եթե փողոցային նարդի մեջ, մեր ինգերական նարդի մեջ խաղում են եւ այդպիսի հնարավորությունները, որոնք ունի այս սպորտային նարդին, միջազգային նարդին, շատ ամբողջ եւ խելոք բան է այն, որ մեր հայերը սիրելով նարդին, պետք է լուրջ ուշադրություն դարձնեն այս սպորտային նարդու վրա եւ խորանան մեծ նարդու մեջ, կարողանան, որտեղ արդեն մենք ունենք հնարավորություն, ինչպես նշեց Արթուր Մուրադյան, Մելիքյան, մեծ աշխարհի մեծ մրցաշարերի փորձ ունեն եւ մեծ հաջողություններ ունեն աշխարհում, դրա համար պետք է մեր մասսայականացնենք։ Այո, ես ներողություն եմ խնդրում, պարոն Հովհաննիսյան, տվյալ պահին իրավիճակը փոխվեց շատ, այո, կտրուկ փոխվեց եւ Մուրադյանը ստացել է, այո, խաղը փրկելու որոշ հնարավորություն, տեսնենք եւ առավելություն չէ, ես դժվար է մի քիչ ասելը, որտեղ շարունակությունը ինչպեսի հաջողությամբ նետում էր կլինեն։ Ես տվյալ պահին կանխատեսումը հավասար ես կգնահատեի, տեսնենք թե ինչ ընթացք ունենա, շատ ինչպեսի հաջողություն ոչ այդքան հաջող նետում Մուրադյանի կողմից, շատ անհաջող նետում էր, ստիպած 6-րդ բացեց Արթուր Մուրադյանը։ Այո, 6-րդ կետը ազատելով, փորձելով ինչ-որ դիրք ստանալ, բայց հաջող նետում 6-ին կատարելուց հետո, այո, այստեղ նորից դիրքը նորից փոխվեց, տեսնենք ինչ ընթացք կունենա։ Ամեն դեպքում ինձ թվում է փոխադարձ խոցումներ կլինեն։ Այո, երկուսն էլ գրակետ խաղացողներ, լավ տիրապետում են սպորտային նարդուն։ Այո, տեսեք, պարոն Հովհաննիսյան, ինչի դիրքում է, տեսեք ինչպես կարող է խաղալ դες։ Դե բնական է, ես հանգիստ պետք է երևի այս տարբերակ ավելի, այո։ Այո, եւ երազանց նետում Վարդապետյանի կողմից 18-րդ կետից, այո, մի քիչ մտածում է վտանգավոր դիրքում կարող է պատահի դե տվյալ պահին եթե նա հարվածություն ունի, պետք է ունենալ, մի քիչ տեսնենք ինչպես կխաղա։ Չհարված 9-րդ կետի քարին, ես համոզված եմ, այո, նրա համար մի քիչ դժվարություններ կառաջանան, տեսնենք ինչ տարբերակի կգնա պարոն Վարդապետյանը։ Դրա համար մտածում եմ, եւ պարոն Վարդապետյանն էլ հագին մեծ փորձ ունի, տեսեք ընդունեց Մելիքյանի առաջարկությունը եւ հարվածեց։ Այո, գնաց այդ տարբերակին, այստեղ անհաջող նետում Արթուր Մուրադյանի կողմից, այո, եւ հաջող նետում ես համոզված եմ, որ այո 7-րդ կետը նա պետք է անպայման ծածկեր։ Եվ այստեղ շատ հետաքրքիր փոխվեց արդեն մեծ առավելությամբ արդեն Վարդապետյանի մոտ մեծ առավելությամբ։ Այո, քանի 2-3 անգամ, ասենք, սկզբնախաղում Վարդապետյանը ուներ մեծ դիրքային առավելություն, հետո փոխվեց, այո, տվյալ պահին նորից առավելություն ունի, այո։ Վարդապետյանի մոտ է։ Տեսնենք, այո, մեկը գնաց այս տարբերակին մի քիչ։ Ամենայն դեպս շատ դժվար դիրք է, 6 տոննա ազատ է, հանգիստ։ Հիմա Մուրադյանը պետք է 1 եւ 6 նետում կատարի, որը այստեղ, այո, որը շատ հազվագյուտ է պատահում, ուրեմն երկու խաղակար
այո, նա ունի բարի վրա, նա չի կարողանում հաջող նետում կատարել, այստեղ նույն ոչ այդքան հաջող նետում Մուրադյանի կողմից, Մուրադյանը պետք է անպայման 1 եւ հետո 6 նետում կատարի, որպեսզի այո, կարողանա այն երկու խաղաքարերը, այո, տեսեք այստեղ պարոն Հովհաննիսյան 6-6 նետում կատարեց Վարդապետյանը եւ մի քիչ առաջ կարծեք հայտնեցի, որ 6-րդ տոնի եփորազատ է, մի քիչ հանգիստ է խաղալ տրամը, Վարդապետյանի 6-6-ը հանգիստ իրեն առավելություն տվեց։ Այո։ Ես քանի որ այստեղ այդքան լարված իրավիճակ դեռ չկա, խաղը իր հունով ընթանում է, ես մեր հեռուստադիտողին պարոն Հովհաննիսյան հիշեցնեմ եւ տեղեկացնեմ պարոն Վարդապետյանի 1-6 այո, պետք է անպայման ազատի այո, երկրորդ կետից դուրս գա, այստեղ 6-5 է կատարում Վարդապետյանը, տեսնենք ինչ նետում կկատարի Մուրադյանը, ոչ այդքան այո, ոչ այդքան հաջող նետում, ոչ այդքան կարելի ասել, բայց կար ավելի հետաքրքիր նետումներ, գնաց այս տարբերակին, տեսեք, մի փոքր, այո, ոչ այդքան հարվածել է պետք, ոչ այդքան հաջող նետում։ Միավորներով առաջ տրամը հարվածեց Վարդապետյանը։ Այո, այլընտրանք չլինելու պատճառով բնական է, պետք է հարվածեր։ Ես մեր հեռուստադիտողին հիշեցնեմ, որ պարոն Վարդապետյանը, պարոն Հովհաննիսյան, Հայաստանի սպորտային նարդու 11-րդ առաջնության ժամանակ, որը տեղի ունեցել 2002 թվականին, բլից առաջնության ժամանակ գրավել է պատվավոր 3-րդ տեղը, Հայաստանի սպորտային նարդու 15-րդ առաջնության ժամանակ, որը տեղի ունեցել 2005 թվականին, զույգերով առաջնության ժամանակ, գրավելով նույնպես 3-րդ տեղը։ Այստեղ իրավիճակ, այո, ոնց որ մենք պատկերացնում ենք պարոն Հովհաննիսյան, չփոխվեց եւ Վարդապետյանը վաստակեց 2 միավոր հաշիվը դարձնելով 4-1։ Պարոն Մելիքյան, ես ավելացնեմ, որ երևի մեր նարդիստները երևի չեն ճանաչում Վարդապետյանին, Վարդապետյանը շախմատի միջազգային կարգի սպորտի միջազգային կարգի մրցավար է, նա վերջերս է վարել 2012 թվականին, այո։ Աշխարհի անհատական շախմատի առաջնություն գլխավոր մրցավարի պաշտոնում եւ այնքան հարգված է շախմատի։ Ես ներողություն եմ խնդրում միտքը ձեր ընդհատելով, Մուրադյանը շատ հաջող 5-5 նետում կատարեց եւ 2 խաղաքար թողնելով բարի վրա, Վարդապետյան, այո, ոչ պակաս Վարդապետյանի նետումներ նետում 2-2 եւ այստեղ կարելի ասել շատ փոքր, շատ քիչ առավելություն, այո, սպիտակները ունեն, քանի որ խաղի ունեն 4-րդ կետում, դա առավելություն նրանց։ Խնդրեմ, կարող եք շարունակել ձեր միտքը, պարոն Հովհաննիսյան։ Այն նույն համարյա նույն դիրքում Մուրադյանը խաղացեց եւ այստեղ մոտավորապես դիրքը հավասար է, մոտավորապես։ Հիմա տեսնենք թե ինչպիսի նետումներից հետո ինչ դիրք ստանան եւ ինչ համասություն։ Բնական, այո, բնական է, պետք է նա 9-րդ կետից պետք է տեղաշարժեր քարերը, այստեղ նույնպես հաջող նետում Վարդապետյանի կողմից, նույնպես ոչ այդքան հաջող նետում, բայց ոչ այդքան վատ նետում կարելի ասել։ Ամենադեպս դժվարություններ կան երկուսի համար էլ դժվարություններ կան, այո։ Տեսնենք ինչպիսի նետումներից ինչպիսի հաջողություն, տեսեք հիմա, տեսեք ինչ Մելիքյան, ինչ դիրքերում էր կար, եւ կարող է նա Ես, այո, Վարդապետյանի խաղին որոշ չափով համաձայն չեք։ Այո, համաձայն եմ եւ շատ գերազանց նետումից հետո Մուրադյանը այստեղ այո համաձայն եմ որ ինստրում է առավելություն Մուրադյանի այո, տեսեք մեր քարտիկը բռնում ենք մոտարպես նմանում ենք փորձից ելնելով Մուրադյանը ոչ այդքան հեշտությամբ վաստակելով 1 միավոր հաշիվը դարձնելով 4-2 կրճատելով 4-2 Ուրեմն մեր հեռուստադիտողին ես հիշեցնեմ պարոն Հովհաննիսյան որ աշխարհի առաջնությունների ժամանակ եւ մի շարք միջազգային առաջնությունների ժամանակ, ինչպես եւ Հայաստանի առաջնությունների ժամանակ պարտիայի տևողությունը, այստեղ մենք նախորդ հանդիպման Անդրանիկ առաջնության գավաթի ժամանակ մեզ մոտ պարտիայի տևողությունը եղել է
11-ից, այսօր մենք այս խաղարկությունը խաղարկում ենք Պարտիայի տևողությունը 9-ից։ Պարոն Միլիկյան, թող մեր հերթադիտողները իմանան, որ պարտիայի տևողությունը կազմակերպիչներն են որոշում, Այո։ թե աշխարհի մրցումներում, թե միջազգային խոշոր առաջնություններում, կազմակերպիչները ոչ օրինակի համար պատկերացնում եք աշխարհի առաջնությունը սկսվում է 9-ից 11-ից, վերջանում է 25 միավորի տևողությամբ։ Այո, ֆինալի եզրափակիչը 25 միավորի ժամ։ Ինչքան միավորների թելեի տևողությունը մեծ է, այնքան պատահականությունը փոքրանում է։ Այո, եւ խնդրեմ դուք ձեր միտքը վերջացրեք պարոն Վարդապետյանի հետ կապված, որ 2012 թվականին 2012 աշխարհի առնետական առաջնության մրցավարն էր։ Ես նույնպես հիշում եմ, երբ որ Կրավնիկին հրավիրեցին Արոնյանի հետ օպերայի, բալետի եւ օպերայի ազգային թատրոնում խաղի ժամանակ, այնտեղ նույնպես Վարդապետյանը մենք հանդիսատես ենք եղել։ Այո։ Տվյալ պահին Վարդապետյանը այո գլխավոր մրցավարն էր։ Այո։ Այստեղ շատ հետաքրքիր դիրք է ստացվել եւ սպիտակների եւ սևերի խաղադաշտում Կան թույլություններ։ Վիվարո ընկերության անակնկալը Նարդու սիրահարներին։ Վիվարո ընկերությունը հունիսի 12-ից կազմակերպում է Նարդու օնլայն մրցաշար, որի հաղթողները սեպտեմբերի 4-ից 11-ը կմեկնեն Վրաստան մասնակցելու Backgammon կամ հայերեն կարճ Նարդու խաղի Վրաստանի բաց առաջնությանը։ Միջազգային մրցաշարը տեղի է ունենալու Backgammon-ի Նարդու համաշխարհային ֆեդերացիայի ղեկավարությամբ եւ աջակցությամբ ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի անմիջական մասնակցությամբ։ Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել vivaro.poker.am կայքի Նարդու բաժնում։ Հունիսի 12-ից սկսած յուրաքանչյուր օրվա օնլայն հաղթողները եզրափակիչում կհանդիպեն միմյանց եւ առաջին 6 մրցանակային տեղերի հաղթողները կմեկնեն Վրաստան։ Ծրագիրը ներբեռնելուց հետո մուտքաբարով եւ գաղտնաբարով մուտք գործեք Նարդու խաղային ծրագիր։ Մուտք գործելով խաղային ծրագիր կարող եք ծանոթանալ Նարդու տեսակներին՝ կարճ, ասիական, երկար, նակ, հիպեր, տապա, խաչապուրի, 6 գումարած 1, խելահեղ։ Առաջարկվող խաղային ցանկից պետք է ընտրել որևէ խաղ եւ մկնիկի երկկտտոցով գրանցվել խաղին։ Խաղային ծրագրում կարող եք փոխել սյունակների տեղերը, դասավորելով աճման եւ նվազման կարգով։ Խաղային ծրագրի ձախ անկյունում գտնվող դրույթներ բաժնում պետք է ընտրել խաղի պայմանները եւ սեղմել պատրաստ կոճակը։ Նարդու խաղային ծրագրի խմբագրում բաժնում կարող եք ընտրել լեզուն եւ կարգավորել ձայնը։ Մասնակցեք Vivaro Նարդիի կողմից առաջարկվող ամենօրյա անվճար եւ մուտքավճարով մրցաշարերին։ Երաշխավորված մրցանակային ֆոնդով մրցաշարեր սկսած 4000 դրամից մինչև 100,000 դրամ։ Մրցաշարին գրանցվելու համար ներբեռնեք Vivaro Nardin 3w.vivaronardi.am կայքեջից։ Հարցերի համար զանգահարեք օպերատորներին 010 56 0586, 56 0582, 56 0163 եւ 56 0149։ Նախագծի գլխավոր հովանավոր Vivaro Nardi.am խաղ բոլորի համար։ Հովանավորներ vivaro.poker.am պոկերի իրական հասցեն։ Կովկաս համալիր, համով ու հարազատ։ Գարեջուր Արարատ, միշտ բարձունքին։ vivaro.poker.am պոկերի իրական հասցեն։ Կովկասում միշտ գնահատվել է ընտանեկան ջերմությունը եւ հարգանքը ծնողների նկատմամբ։ Այստեղ միշտ հպարտանում են ամբողջ աշխարհում հայտնի հյուրընկալությամբ։
սարի պես ընկերներով։ Եվ միայն Կովկասին հատուկ հարսանեկան հանդիսություններով։ Կովկաս համալիր, համով ու հարազատ։ Պարտության դառնություն։ Մեր տառապալից ուղին անցնում էր մի երկրով, որը կոչվում էր Հայաստան։ Այնտեղ գարուց և ջրից պատրաստում էին մի ըմպելիք, որի մասին չէինք լսել։ Մեր կրած դառնությունները մեղմվեցին, երբ փորձեցինք այդ թունդ ու հագեցնող խմիչքը։ Գարեջուր Արարատ, միշտ բարձունքին։ Տարբեր հաշիվների ժամանակ թայրայի դեպքում տարբեր տոկոսների ռիսկի բան կա։ Այո, գործոն կա, որը որ դրա համար մի քիչ դժվար է բանել։ Օրինակ 4-2-ի ժամանակ համարձակությունը գիտեք ինչպես է 4-2-ի ժամանակ 59% է։ 59% ունի առավելություն։ այստեղ այո հաջողությունում կատարեց Մուրադյանը ստանալով շատ հետարքիր դիրք, դե դիրքի մասին չի կարելի այդքան ասել հետարքիր, բայց ամենեն դեպս երկուսն խաղում են համարձակ։ Երկուսն էլ ունեն իրենց խաղաոճը, միմյանց շատ լավ ճանաչելով, պարոն Հովհաննիսյան, շատ բազմից անգամ իրեն հանդիպել են նրանք, իրեն տեսեք ինչպես մեկին չի զիջում, անպայման ակտիվ գործողությունների է գնացել Մուրադյանը, տեսնենք որ դիքը կնդրի Վարդապետյանը, այո իմ կարծիքն դա էր, ես ուզում էի հուշեի, բայց ինձանին շուտ Վարդապետյանը խաղաց այդ խաղը։ Այո, հետադարձ խաղի տարբերակին էր ուզում գնալ Մուրադյանը, մի քանի խաղաքարեր խփվելով խաղը փորձեր սկսել Վարդապետյանի տանից։ Գիտեք, պարոն Ամերիկյանից ինչու եմ ուրախանում, որ այս հերթատեղ հաղորդումը որ կազմակերպել է, մեր հասարակությունը ժողովուրդը նայելով այս խաղը շատ բան կսովորի մեր լավագույն խաղացողների փորձից։ Ես համոզված եմ։ Դուք գիտեք, ինչպես ձեր խաղը, ինչպես մեր ասենք Մուրադյանի խաղը, Վարդապետյանի խաղը, մեր մյուս խաղը, լավ խաղացողների խաղերը։ Այո, այստեղ հետարքիր դիրք է ստացվել։ Այո, եւ տեսեք, վերցրեց համարձակություն, վերցրեց մի քիչ Այո, Վարդապետյանը տվյալ դիրքերում կարողանում է կողմորոշվել, բայց լինում են դեպքեր, երբ որ սխալում է, տեսնենք իհարկե կապված նետումներից, տեսեք ինչ եղավ ոչ այդքան հաջող նետում Մուրադյանի տեսեք հիմա Վարդապետյանն արդեն դիրք ամրացրեց, բայց համենայն դեպս դժվար է, չի կարելի ասել հաջող նետում էր, նրան պետք է 3 Այո, շատ հոյակապ հիանալի նետում, հիանալի Աշոտ Վարդապետյանը այստեղ հնարավոր է, որ այս խաղով ավարտվի Այո, շատ մոտ է Վարդապետյանը հաջողության, այստեղ կատարել է 2-2 Մարսանի կլինի 4 միավոր կշարի Ես համոզված եմ, որ նա 4-րդ կետից անպայման պետք է խաբեցի, որպեսզի խարիչ չգցի 2-րդ կետում Մուրադյանի շատ վատ է, շատ չի ինչի։ Այո, 2 պետք է անպայման նետում կատարի, որը որ ստացվեց Մուրադյանի կողմից։ Եթե կարողանա 2 բանալի, գոնե Մարսես կպրեսնի կավա։ Տվյալ պահին անհրաժեշտ է Մուրադյանին ոչ այդքան հաջող նետում եւ Վարդապետյանը այստեղ մի փոքր նապատի չի ուզում, նապատիչը որպեսի Այո, նա կարող է մարս տանել եւ ավարտել պարտիայի Իտալիայի տևողությունը։ Նապատի թող մեր հասարակությունը ժողովրդի իմանա, այդ մի անգամից Մուրադյանի 2 միավորը քանձնի։ Դրա համար Վարդապետյանը հաջող նետում 4-3 Ես երևի 6-րդը ես Վարդապետյանի խաղին ծանոթ լինով, քանի որ 2 խաղաքար կա բարի վրա, պարոն Հովհաննիսյան։ Նա ընտրեց այլ տարբերակ։ Տեսեք ինչ հնարավորություն տվեց եւ շատ գերազանց նետում։ Նա պետք է վերցնի 5-րդ կետը տվյալ պահին։ Այո, պետք է վերցներ։ Այո, այդպես էլ Մուրադյանը գնաց այդ տարբերակին։ Վերիպում կատարեց Վարդապետյանը, այո։ Մեծ տարբերությունն, մեծ առավելությունն արդեն չկա, այստեղ Մուրադյանը պետք է
շատ գուշ խաղա, որպես նույն հաջողությունը մեջ տեսեք, նայելի համարձակություն են դրբերում։ Այստեղ զգուշությունը, պարոն Հովհաննիսյան, տվյալ պահին գիտեք ինչ, այո, եթե առաջարկել ես Դավին, բնական է, Դավին պետք է քոնը լինի, տվյալ պահին դու պետք է ունենաս հաջողություն եւ հաջողության հասնել, բայց իրավիճակը փոխվեց, նորից այո, այստեղ Մուրադյանը ունի 2 նետումից հետո դրություն լրիվ փոխվեց։ Ինչպիսի նետում, այո, ոչ այդքան հաջող նետում Վարդապետյանի կողմից, շատ հետաքրքիր, այո, ամրացրեց իր դիրքերը, վերցնելով եւ հաջող նետում կատարեց տվյալ պահին Վարդապետյանը, շատ այստեղ ունի բարշի, ինչպես կավարտվի այս։ Շատ հետաքրքիր, այո, 6-5 ինչպիսի տարբերակ եք գնա, ես ուրիշ տարբերակով կխաղայի բայց այդքան էլ վատ տարբերակ չէր, ասեմ ձեզ, պարոն Հովհաննիսյան, եթե հարվածեր հերու քար է մնում, այնտեղ հարվածելու տարբերակ չկար, ինքը ավելի իր խաղաքարերը մոտեցնելով, այստեղ ոչ այդքան հաջող մեծ ծառեր բերից, այո, խաղը այլ ընթացք ունենա, չի մոտենա, այո, ոչ այդքան նույնպես հաջող նետում, տեսնենք, չէ, ինչու, շատ հոյակապ, հաջող նետում էր, ես 6-1 էի նկատել, այո, այստեղ նույնպես նա պետք է հարվածի և 7-րդ դա ճիշտ էր դա, որտեղ 6 ունենա, 6-ը դուս կգար նա։ Իսկ հիմա պարտադիր 6 պետք է նետի, հիանալի նետում, և այստեղ շատ վտանգավոր, Արթուր Մուրադյանի համար դիրքը նորից փոխվեց և հնարավոր է, որ և տվյալ պահին, մեկ 6 նետումով կար հնարավոր է, որ հնարավոր է իհարկե, այո, այդ նետումը կատարեց, ես հիշեցնեմ պարոն Հովհաննիսյան, մեր հեռուստադիտողին, պարոն Վարդապետյանի հաջողությունները սպորտային նարդում, 18-րդ առաջնության ժամանակ, որը տեղի ունեցել 2006 թվականին, թիմային առաջնությունում գրավելով 3-րդ տեղը, Հայաստանի սպորտային նարդու գավաթի 2009 թվականի զույգերով առաջնությունում, նա գրավել է պատվավոր 2-րդ տեղը, Հայաստանի սպորտային նարդու նույնպես զույգերով 2010 թվականին Վարդապետյանը ունեցել է լուրջ հաջողություն գրավելով առաջի տեղը եւ տեսեք թե ինչպիսի այո եւ տվյալ պահին Մուրադյանը կատարեց այո հաջող նետում հնարավոր է որ կարողանա ես չեմ կարծում որ այո մեկ հաջող նետում զույգ է պետք է նետել որպեսզի Պարտիան ավարտվի, բայց Մուրադյանը այստեղ ունի մոտիկ է, քարերը մոտիկ են, ինձ թվում է բոլոր դարերով հնարավոր է այստեղ կարող է խուսափել Մարսից տարբերակից շարունակվի այո հետաքրքիր ավելի այո այստեղ 5-5 եւ 6-6 ահա չէ բոլոր բարերով այո ավարտվեց 7-2 արժևում Աշոտ Վարդապետյանն է Շատ հետաքրքիր, ես համոզված եմ, որ մեր հեռուստադիտողը նույնպես շատ հետաքրքիր այս հաղորդումը եւ որպես տվյալ պարտիայի ժամանակ մեծ բավականություն հեռուստադիտողները շատ բան կսովորեն այս խաղացողներից, թե դիրքերը, որտեղ երկուսն մեծ փորձ ունեն, երկուսն կարողանում են ճիշտ գնահատել դրությունը, հնարավոր է փոքր սայթակումներ, բոլորից մոտ են դա լինում է, բայց իրենք մեծ փորձ ունեն եւ հնարավորություն կա որ այստեղ նույնիսկ գեղեցիկ խաղեր տեսնեն մեր դարտու սիրահարները։ Ես ուզում եմ կրկին անգամ իմ խորին շնորհակալությունը հաղորդել կազմակերպիչներին, այո, այստեղ եկեք մի բան ընդհատում տանք եւ ականատես լինենք։ Չէ, չի գնա, ես համոզված եմ։ Չի գնա, պետք է հանձնի։ Ես ինչ որ միտեղ համոզված եմ, որ չի գնա այս տարբերակին, այո, եկե պետք է հանձնի։ Այո, 7-2, 7 հաշիվը կրճատելով դարձնելով 7-3։ Խաղադրույքի կրկնապատկումից հրաժարվել, փաս անել։ Հրաժարվել ընդունել մրցակցի կողմից առաջարկված կրկնապատկումը եւ հանձնել խաղը։ Այդ դեպքում պարտության արժեքը կորոշվի միավորների այն թվով, որը նշված կլինի Դավիի վրա, մինչև կրկնապատկման առաջարկը։
ինչ կարիք կա Ես շարունակեմ պարոն Հովհաննիսյանի խնդրեմ, միտքը, պարոն ես ուզում եմ առաջին սա երկրորդ աննախադեպ հաղորդումն է, որը կազմակերպվել է տվյալ պահին Վիվարո ընկերության գավաթի անցկացվում, կենտրոն հեռուստաընկերության եթերով, եւ մեր հանդիսատեսը եւ մեր Հայաստանի նարդու սիրահարները եւ մեր Հայաստանի նարդիստները, որ ունեն շատ մեծ փորձ միջազգային ասպարեզներում աշխարհի մասնակցելով գրեթե բոլոր միջազգային մրցաշարերում, ունեն շատ լուրջ հաջողություններ, բայց այսօր ինչ որ միտեղ ուշադրությունից դուրս է մնացել նարդին, ես ուղղակի ոչ թե խնդրանքի կարգով, այլ ուղղակի ես կուզեմ, որ մեր հանրապետությունում կան շատ նարդու սիրահարներ, ովքեր ունեն հնարավորություն, կարող են իրենց անմիջական աջակցությունը նարդու ֆեդերացիային եւ հովանավոր լինելով, որպեսզի նարդին ավելի զարգացում, ավելի լայն թափ, ավելի լայն տեսք ստանա։ Այո, պարոն Մելիքյան, զարգացնելով ձեր միտքը, ես պետք է ուղղակի ոչ թե խնդրել, այլ պետք է առաջարկություն անել մեր հնարավորություն ունեցող մեր բիզնեսմեններին, որ պետք է այստեղ կարողանան կազմակերպել միջազգային մեծ խոշոր մրցաշարեր, որտեղ մենք հնարավորություն ունենք եւ մեր խաղացողները, եւ մեր կազմակերպման հնարավորությունները այնքան մեծ են, որ մենք կարող ենք կազմակերպել եւ եթե ներդրումներ լինեն, դա կլինի փոխադարձ շահավետ եւ ներդրողների համար, եւ նարդի սիրահարների համար, եւ աշխարհում ինչու Վրաստանում անում են մեր հարևան երկրում այդպիսի միջազգային խոշոր մրցաշարեր, ինչու մենք Հայաստանում ունենալով ավելի մեծ բազա ունենալով ավելի մեծ հնարավորություններով, ինչու մենք չկարողանանք կազմակերպել, պետք է անել, պետք է ուղղակի խորանալ այս սպորտային խաղի հնարավորությունների եւ ունակությունների մեջ, որպեսզի կարողանան եւ այդ ներդրողները հասկանան, որ հնարավոր է այս նարդին եւ զարգացնել Հայաստանում եւ շահույթ ձեռք բերել։ Այո, պարոն Հովհաննիսյան, ես անցած առաջի անդրանիկ հաղորդման ժամանակ մասնակիցների թիվը եղել են 8 մասնակից, այսօր նույնպես 8 մասնակիցի միջև պետք է վիճականությունը որոշվի հաղթողի եւ փոխ-չեմպիոնի, բայց մենք ունենք բացի այս 16 խաղացողներ շատ ունենք մենք միջազգային փորձ ունեցող նարդիստներ, որոնք նրանք հնարավորություն կունենան մյուս խաղերի ընթացքում, բոլորին էլ հերթը կհասնի, մեր հերոստատիտողը կծանոթանա բոլոր խաղացողների հետ, ինձ թվում է եւ նարդու սիրահարները, նարդի խաղացողները Հայաստանի Հանրապետությունում, ովքեր ունեն շատ մեծ փորձ միջազգային ասպարեզներում, նրանք էլ մասնակից կլինեն եւ իրենց խաղին մեր հերոստատիտողը հանդիսատես կլինի եւ համոզված եմ կստանան մեծ բավականություն։ Պարոն Մելիքյան, ասեք Արթուր Մուրադյանի նետումից հետո հնարավոր է երկու այս փախչող քարերը վերցնեն իրեն։ Այո, ես համոզված եմ, որ 15-րդ կետը նա պետք է ազատի երկու խաղակար, ազատի եւ հնարավորություն եւ հանգիստ խաղա։ Այո։ Տվյալ պահին դիրքը սա է թելադրում։ Ինձ թվում է կգնա նայած, հիմա հաշվարկ է կատարում, թե ինչպեսի առավելություն ինքը ունի միավորների։ Այո, տվյալ պահին հաշվարկ է կարող է նայած, ասեք չգնաց։ Երևի հաշվեց, որ ինձ թվում է պետք է գնար, ինձ թվում է, գիտեմ։ Ես էլ եմ համոզված, որ պետք է գնար։ Ես համոզված եմ, որ պարոն Հովհաննիսյան, մեր հերոստատիտողներից տվյալ պահին շատ հերոստատիտողներ եւ մեր կարծիքին համամիտ կլինեն եւ համամիտ չեն լինի։ Ամենայն դեպս կա հաշվարկներ, դրության պես են մտածում, ինչպես է հնարավոր եւ սխալվենք մենք, հնարավոր եւ ինքնին սխալվել ով է բանում։ Ես ունեմ շատ մոտիկ ընկերներ, պարոն Հովհաննիսյան, որը նարդի են խաղում ուղղակի բակային նարդի, շատ դժվար է տվյալ մարդկանց համոզել, որ հաշվարկ, պետք է մտածել, իրոք պետք է մտածել։ Ես համոզված եմ, որ բոլորիս շրջապատում էլ նման մարդիկ կան եւ նրանք կարծում են ինչ է, որ այս խաղը մենք էլ կարող ենք խաղալ, չխորանան այս խաղի օրենքների կանոնների մեջ շատ դժվար կրանք խաղան։ Այո, տեսնենք այստեղ շատ հետաքրքիր։ Առաջարկությունները եւ հիմա նորից Վարդապետյանն է հաշվում, թե 4 եւ ավելի մեծ զարեր ունենա։ Ես ձեզ ասեմ, պարոն Հովհաննիսյան, հաշվի առնելով հաշվի տարբերություն այստեղ Մարսը բացառ։ Մի ասենք, Մարս այդքան կախված չի լինի, որ պարոն Վարդապետյանը 7-ի դեպքում Դավին ընդունելով կարող է վերջացնել խաղը։ Միավորներով այստեղ եթե միավորները հաշվենք, կարելի ասել հավասար միավորներ են,
տվյալ պահին, շատ քիչ առավելություն ունեն սևերը։ Դավին տիրել, տիրապետել։ Խաղացողն ստանում է դավին տիրելու իրավունք միայն այն բանից հետո, երբ մրցակիցն իրեն խաղադրույքը կրկնապատկելու առաջարկություն է անում, մինչև այն պահը, երբ ինքն իր կողմից կկրկնապատկի խաղադրույքը։ Դավին տիրող խաղացողն ունի բացառիկ իրավունք իր հայեցողությամբ կատարել խաղադրույքի նոր կրկնապատկման առաջարկ։ Այո, նատունեց, այո, մեկ հաջող 4 նետումի դեպքում, տեսեք 5-6 նետման դեպքում Վարդապետյանը կարող է այո, ոչ այդքան հաջող նետում և Մուրադյանը այո, շատ գերազանց նետում կատարեց 6-6, տեսնենք նա երևի պետք է 10-րդ կետից ազատել, չգիտեմ, տվյալ պահին հնարավորություն չտալով 5-5-ին հնարավորություն պետք է նա չտա, բայց 5-5 նետման դեպքում Աստեղել 6-4 պատահական կարող է խփել փախները դեռ կա։ Դե այն ժամանակ էլ 6-5-ը կարող է նույնպես, տեսնենք ինչ ընթացք ունենա, համենայն դեպս սպասենք 1 վայրկյան, այո, և շատ գեղեցիկ նետում Մուրադյանի կողմից, Ինձ թվում է 2 միավոր էլ մոտեցավ Մուրադյանը, ինձ թվում է։ Կրճատելով, այո, 5-5 նետում և հեշտությամբ ոչ թե հեշտությամբ, այլ շատ դժվարությամբ 2 միավորը շահեց վաստակում է շատ մոտ է հաջողության Արտուր Մուրադյանը։ Այո, այստեղ մարսը մի քիչ դժվար է անից, շատ դժվար անհնարի է մոտարապես, 2 միավորը մոտեցրեց, հաշիվը դինում է 7-5, այո, ավելի Նարդու ասպարեզում, պարոն Հովանեսյան, Աշոտ Վարդապետյանը, այո, հաշիվը դարձնելով, կրճատելով 5-7 ավելի սրվեց դրությունը, պետք է ուշխաղան երկուսն էլ տեսնենք, զինվենք համբերությամբ և տեսնենք ինչպիսի ավարտ կունենա երկու շատ հոյակապ խաղացողներ փորձված, այո, նարդիստների միջև։ Իմիջիալոց, պարոն Հովանեսյան, Աշոտ Վարդապետյանը 2011 թվականին Հայաստանի երկար նարդու առաջնության ժամանակ գրավել է պատվավոր առաջին տեղը։ Այո, Աշոտ Վարդապետյանը շատ լուրջ հաջողություններ ունի նարդու ասպարեզում, շատ դեպքերում չի երևում, բայց տվյալ պահին Աշոտ Վարդապետյանի հաջողությունները պետք է անպայման հաղորդենք մեր հեռուստադիտողին, որպեսզի հեռուստադիտողը դիտի և իր կարծիքը կազմի երկու խաղացողների, ասենք որակական առումով, ինչպիսի խաղացողներ, իրենց կարծիքը խաղացողների վերաբերյալ։ Այստեղ գնաց այո, գնաց Արտուր Մուրադյանը համարձակության և տեսեք հնարավոր է, որ հաջող նետում։ Այո, 5-ը պետք է անպայման ծածկել, հնարավորություն չթողնելով այո սպիտակներին։ Եվ այստեղ ինձ թվում է կրկնապատկում կկատարի Մուրադյանը, տեսնենք ինչ ընթացք ունենա։ Ինձ թվում է չի շարունակի Վարդապետյանը։ Չգիտեմ, բայց համարձակություն, տեսեք մի քիչ։ Այո, գնաց։ Մենք Վարդապետյանի տեսեք շատ տեսեք իր դրկուզը դերը։ 5-ի դեպքում, 5-րդ պունկտում խփելու դեպքում շատ գերազանց նետում, այո, Վարդապետյանի կողմից, նա կարող էր, այո, մարս ստանալ Արտուր Մուրադյանը, այո, խփելով, հարվածելով 3-րդ կետի վրա գտնվող խաղաքարին և բարի վրա թողնելով երկու խաղաքար, հնարավոր է մարս տեսեք ինչպիսի, այո, տեսեք նետումները շատ անհաջող նետում, միանգամից իրավիճակը փոխվեց, տեսնենք, համբերենք և ականատես կլինենք այս գեղեցիկ։ Ամեն դեպքում բնական է, հաղթողը մեկը պետք է լինի։ Երկուսն էլ արժանի են, մեծ փորձ ունեն, երկուսն էլ մեկը մեկին չեն զիջում խաղով։ Բոլորն էլ արժանի են, պարոն Հովանեսյան, բնական է զառի գործոն ինչ-որ միտեղ նշանակություն ունի, բայց լրիվ համաձայն եմ, լրիվ։ Տարիների ընթացքում Մուրադյանի վաստակը, փորձը միջազգային ասպարեզներում, բայց չթերագնահատելով պարոն Վարդապետյանին։ Ոչ միայն չթերագնահատելով, բայց զառի գործոնը շատ մեծ է այստեղ։
Այդպիսի մոտարապես հավասար խաղացողների մոտ զարգացումը շատ մեծ է։ Այո, այստեղ ռիսկի գործոնի չի գնում Վարդապետյանը, հանգիստ ուզում է փորձել վաստակել իր մեկը երկու միավորը եւ ավարտել խաղը, որը շատ մոտ է հաջողության, պարոն Հովհաննիսյան։ Թվում է, այո, դա ճիշտ է։ Դե բնական է, պետք է գնալ 7-րդ եւ 8-րդ եւ 13-րդ կետերը, այո, պետք է ազատել հնարավորություն չտալով, որտեղ ապահովում է հաշիվ այո, հարվածել պետք չի, որովհետեւ 3 խաղակար ունի։ 3 խաղ ունի, խաղակար ունի իրեն դաշտում, տանը, իրեն տանը։ Այստեղ շատ բարդ դրության է, մտե հնարավորությունները այնքան տարբեր են, որ սարը ինչպիսի նետումներ կլինեն, ինչպիսի նետումներ, տեսեք հիմա ավելի հանգիստ տարբերակ է գնում, այո, Վարդապետյանը, այո, պետք է չէր հարվածը։ Հարվածի դեպքում, այո, նրա մոտ շատ վտանգներ կարող են, այո, առաջ գալ։ Ես լրիվ համաձայն եմ ձեզ հետ, պարոն Մելիքյան։ Տեսնենք, համբերենք։ Դուք էլ արդեն այնքան փորձ ունեք, որ կարողանում եք մոտարապես ճիշտ որոշել գրահել։ Դե բնական է, երկու խաղացողներն էլ շատ մոտիկից գիտենք։ Եվ ընկերական, այո, եւ միջազգային Արտուր Մուրադյանի հետ, ասենք, բազմիցս խաղերի եւ Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների ժամանակ եւ շատ միջազգային, այո, այստեղ շատ գոյակապ նետում կատարեց պարոն Վարդապետյանը։ Ես պետք է մեր հերթապետողներին ասեմ, որ մենք շատ տեսնում ենք ինչպես բռնցքամարտում, շամարտում իրար հարվածներ տեղալով վերջում փաթաթում են, նույնը մեզ մոտ է։ Այո, նույնը մեզ մոտ է, շատ հետաքրքիր։ Խաղում ենք, պայքարում ենք, բայց վերջում ընկերներ ենք մնում, մենք կարողանում ենք իրար հասկանալ, իրար շփվել, միշտ մենք միասին ենք։ Այո, հարգանքը բոլորի նկատմամբ նույնն է, բոլորս մեկս մյուսին, այո։ Ասեք, արդեն մոտարապես ունենալու որ բան Այո, նայ տարբերակին պետք է գնար, որտեղ 6-րդ եւ 2-րդ կետերը Մուրադյանի մոտ բաց են։ Այո, այստեղ շատ մոտ է Վարդապետյանը հաջողության։ Շատ մոտ է, շատ։ Այո։ Եթե վատ նետումներ չունենա, նա հնարավորություն ունի մտածում է բնական է պետք է այո վերցնի երկու խաղակար։ Այստեղ տեսնենք ինչպիսի այո ոչ այդքան հաճելի, ոչ այդքան այո հիմա 6-4-ի դեպքում Մուրադյանը կստանա այո։ Բայց ոչ 5-3 նետում։ Այստեղ 5-3 6-3-ն է այո ինչ որ բան փոխում, բայց 4-3-ը նույնպես հաջող նետում չէ շատ։ Ոչ այդքան այո ամեն ինչ այս զարից է կախված եւ հնարավորություն Մուրադյանը ունենա մեկ, շարունակվի, եթե ոչ։ Այո, հաղթանակը շնորհվեց, շնորհավորում ենք Աշոտ Վարդապետյանին։ Խաղն ավարտված է 9-5 հաշվով հաղթեց Աշոտ Վարդապետյանը, Խաղաղ Երևան։ Խաղացեք նարդի, խաղացեք նաև շախմատ եւ վայելեք այս հրաշք խաղերի գաղտնիքները, կհանդիպենք։ Նախագծի գլխավոր հովանավոր Vivaro Nardi.am խաղ բոլորի համար։ Հովանավորներ Vivaro Poker.am պոկերի իրական հասցեն։ Կովկաս համալիր համով ու հարազատ։ Գարեջուր Արարատ միշտ բարձունքին։ Vivaro Poker.am պոկերի իրական հասցեն։ Կովկասում միշտ գնահատվել է ընտանեկան ջերմությունը եւ հարգանքը ծնողների նկատմամբ։ Այստեղ միշտ հպարտանում են ամբողջ աշխարհում հայտնի հյուրընկալությամբ։
սարի պես ընկերներով։ Եվ միայն Կովկասին հատուկ հարսանեկան հանդիսություններով։ Կովկաս համալիր, համով ու հարազատ։ Պարտության դառնություն։ Մեր տառապալից ուղին անցնում էր մի երկրով, որը կոչվում էր Հայաստան։ Այնտեղ գարուց եւ ջրից պատրաստում էին մի ըմպելիք, որի մասին չէինք լսել։ Մեր կրած դառնությունները մեղմվեցին, երբ փորձեցինք այդ թունդ ու հագեցնող խմիչքը։ Գարեջուր Արարատ, միշտ բարձունքին։